ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը Հորմուզի նեղուցում փնտրում եւ ոչնչացնում են իրանական ծովային ականները։ Սա արվում է համաշխարհային տնտեսությունը քաոսից փրկելու համար։ Ըստ Պոլիտիկոյի Իրանի ականների պաշարները դեռ չեն վերացել։ Ամերիկյան հետախուզությունը նշել է, որ դրանց մի մասը ծովում է։ Այժմ տարածաշրջանում կա ավելի քան 10 ամերիկյան ռազմանավ։ Նոր նավեր են մոտենում շրջափակումն ու ականազերծումն ապահովելու համար։ Կա կասկած, որ իրանական փոքր նավակները կարող են շատ արագ նոր ականներ տեղադրել արդեն մաքրված տարածքներում։ Իրանն ունի տարբեր տեսակի ականներ։ Նրանք կարող են լինել ծովի հատակին, ջրի տակ թաքնված կամ պարզապես լողալ հոսանքի ուղղությամբ։ Դեռևս ոչ մի ական չի հայտնաբերվել, սակայն առևտրային նավերը վախենում են եւ գրեթե չեն երթևեկում։ ԱՄՆ-ի բանակի համար հիմա ամենակարևորը ցույց տալն է, որ ճանապարհն անվտանգ է։ Պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտնել է, որ ամերիկյան ուժերը բերված են առավելագույն պատրաստվածության ռազմական գործողությունների վերսկսման համար, եթե իրանական ռեժիմը սխալ ընտրություն կատարի։